Իդեան համակարգը տեղաբաշխում է 1 միլիարդ դրամի գովազդային ֆոնդ նորակառույց բնակարանների բոլոր շահառուների միջև։ Յուրաքանչյուր ընտանիք կարող է ստանալ 500,000 դրամի սերտիֆիկատ, որը կդառնա ձեր առաջին քայլը բնակարանը երազանքի տուն դարձնելու ճանապարհին։ Մերձավոր Արևելքում շարունակվում է Միացյալ Նահանգների եւ Իսրայելի նախաձեռնած պատերազմը ընդդեմ Իրանի, որի երգն առայժմ չի նշмарվում։ Երեկ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Ֆլորիդա նահանգի Դորալդ քաղաքում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, թե Իրանի դեմ ամերիկա-իսրայելական գործողությունը շուտով կավարտվի։ Նա սակայն գործողության ավարտի ճշգրիտ ժամկետ չի նշել։ Միևնույն ժամանակ Թրամփը սպառնացել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ կլինի վերսկսել ռազմական ուժի կիրառումը Իրանի դեմ, եթե անհրաժեշտ լինի։ Ըստ Թրամփի, Թեհրանը ծրագրեր ուներ գրավելու ամբողջ Մերձավոր Արևելքը։ Նրանք պատրաստվում էին գրավել Մերձավոր Արևելքը եւ նրանք պատրաստվում էին փորձել ոչնչացնել Իսրայելը։ Այսպիսով մենք դա կանխեցին գործողության հաջողակ ժամանակի շնորհիվ, ասել է Թրամփը։ Թրամփը նաև ասել է, որ մինչ օրս Միացյալ Նահանգները Իրանում հարվածել է ավելի քան 5,000 թիրախի, որոնցից մի քանիսը շատ մեծ են։ ԱՄՆ նախագահը նաև խոսել է Մոջթաբա Խամենեի Իրանի գերագույն առաջնորդ ընտրվելու կապակցությամբ, նշելով, որ դա Իրանի համար ավելի մեծ խնդիրների կհանգեցնի։ Մենք ցանկանում ենք Իրանում ստեղծել մի համակարգ, որը կարող է հանգեցնել երկար տարիների խաղաղության, եւ եթե մենք չենք կարող դա ունենալ, ապա ավելի լավ է անմիջապես վերջ դնենք դրան։ Ես կցանկանայի օգնել նրանց, եթե նրանք կարողանային լավ վարվել, բայց նրանք շատ ագրեսիվ են եղել։ Նրանք պետք է լինեն մի համակարգում, որը թույլ կտա նրանց օգնություն ստանալ։ Միաժամանակ Իրանի էլիտար զինված ուժերը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցով ազատանցում կտրամադրեն այն երկրներին, որոնք կարտաքսեն Իսրայելի եւ Միացյալ Նահանգների դեսպաններին։ Ցանկացած արաբական կամ եվրոպական երկիր, որը կարտաքսի Իսրայելի եւ ԱՄՆ դեսպանին, հաջորդ օրը լիարժեք ազատանցում կտրամադրվի Հորմուզի նեղուցով, ասում է հայտարարության մեջ։ Այս ամենի հետ մեկտեղ 3 նոր լարվածություն է առաջացել նաև Իրանի եւ Թուրքիայի հարաբերություններում։ Իրանից արձակված եւ Թուրքիայի օդային տարածք մտած բալիստիկ հրթիռը չեզոքացվել է արևելյան միջերկրական ծովում տեղակայված ՆԱՏՕ-ի օդային ու հրթիռային պաշտպանության ուժերի կողմից։ Հրթիռի որոշ բեկորներ ընկել են Գազիանթեփի դատարկ հողամասերի վրա, զոհեր չկան։ Թուրքիայի նախագահը հաղորդագրության մեջ նշում է, որ Իրանից արձակված բալիստիկ հրթիռի հետ կապված ընդգծում է, որ Անկարան ուշադիր հետևում է իրավիճակին եւ արդեն ձեռնարկել է անհրաժեշտ անվտանգության միջոցառումներ։ Նա նշել է, որ կառավարական մարմինները գործում են լիակատար համակարգվածությամբ եւ Թուրքիայի կարողությունները պաշտպանելու իր օդային տարածքն ու սահմանները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա։ Դուրանը նաև կոչ է արել բոլոր կողմերին, մասնավորապես Իրանի զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են վտանգել տարածաշրջանային անվտանգությունն ու քաղաքացիական բնակչության անվտանգությունը։ Նա նշել է, որ կարևոր է կանխել հակամարտության հետագա սրացումը եւ ընդլայնումը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը դատապարտել է Իրանի կողմից Թուրքիայի տարածքին ուղղված հրթիռային հարվածները, դրանք անվանելով սադրիչ ու սպառնալից երկկողմ հարաբերությունների տեսակետից։ Չնայած մեր անկեղծ նախազգուշացումներին, ծայրահեղ սխալ ու սադրիչ քայլերը շարունակվում են, որոնք վտանգում են Թուրքիայի բարեկամությունը մյուս կողմերի հետ, ասվել է Էրդողանը իր նախագահությամբ անցկացված կաբինետի նիստից հետո։ Նախագահը նշել է, որ Թուրքիան նախկինում զգուշացրել էր Իրանին իր տարածքին ուղղված հրթիռային հարձակումների դեմ։ Ոչ ոք չպետք է ձեռնարկի քայլեր, որոնք կարող են խաթարել մեր հազարամյակների բարիդրացիական ու եղբայրական հարաբերությունները կամ խորը վերքեր թողնել մեր ժողովրդի սրտերում ու մտքերում։ Թուրքիայի դիրքորոշումը հստակ է, մենք բացառիկ ջանքեր ենք գործադրում կրակի տարածումը կանխելու ու հետագա արյունահեղությունը կանխելու համար, ասել է Թուրքիայի առաջնորդը։ Միջադեպից հետո Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը զանգահարել է իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիպ Էրդողանին, որի հետ հեռախոսազրույցում հերքել է Թուրքիայի տարածքում հրթիռային հարձակման մասին մեղադրանքները։ Այս մասին հայտնել է Իրանի նախագահի մամուլի ծառայությունը։ Ըստ Փեզեշքյանի, Իրանը ձգտում է նվազեցնել լարվածությունը տարածաշրջանում եւ հետաքրքրված չէ սրմամբ։ Նա նաեւ հայտարարել է, որ Թեհրանը ոչ մի կապ չունի Թուրքիայի տարածք հրթիռի արձակման հետ։ Իրանի նախագահը առաջարկել է ստեղծել համատեղ խնչական խումբ միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու համար։ Իր հերթին Էրդողանը ընդգծել է, որ Անկարան երբեք չի դիտարկում Իրանի հետ բախումը։ Թուրք առաջնորդը հավելել է, որ ստեղծված իրավիճակում դիվանագիտության դռները բացելն ավելի կարևոր է, քան երբևէ, եւ տարածաշրջանում հետագա սրացումը կանխելը։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին
PBS News Hour-ի հետ զրույցում հայտարարել է, թե չի կարծում, որ Միացյալ Նահանգների հետ բանակցությունները այլևս կլինեն օրակարգում։ Արաղջին ասել է, թե փետրվարին Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունների վերջին փուլի ժամանակ ամերիկյան կողմը պնդել է, որ չունեն հարձակվելու որևէ մտադրություն, այնուամենայնիվ դա արել են։ Արաղջին ասել է, որ դեռ շատ վաղ է, որպեսզի Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին մեկնաբանություններ տա Միացյալ Նահանգների հետ հնարավոր բանակցությունների մասին։ Մենք բոլորը սպասում ենք նրա ելույթներին եւ հայտարարություններին, որոնք կլինեն ավելի ուշ, նշել է նա, հավելելով, չեմ կարծում, թե ամերիկացիների հետ խոսելու կամ կրկին նրանց հետ բանակցելու հարցը կլինի օրակարգում, որովհետեւ մենք ունենք ամերիկացիների հետ բանակցելու շատ դառը փորձ։ Եվ այս պահին զրուցելու եմ Իրանի հարցերով զբաղվող լրագրող Ռուբիկ Մինասյանի հետ։ Բարև ձեզ, շնորհակալ եմ միանալու համար։ Բարև ձեզ, խնդրեմ։ Եվ այսպես, պարոն Մինասյան, մենք այս ընթացքում պարբերաբար զրուցում ենք Իրանի շուրջ մերձավոր արևելքում առհասարակ ստեղծված իրավիճակի մասին։ Հիմա Թրամփը երեկ հայտարարեց, որ Իրանի դեմ ռազմական գործողությունը շատ շուտով կավարտվի։ Տեսնում եք դրա նախադրյալները, թե ոչ, համեցեք։ Դժվար է ասել, որովհետև ինչքան ես տեղյակ եմ եւ ինչքան փորձում ենք Իրանից լուրեր ստանալ, Թեհրանում առնվազն արդեն կարելի է ասել, որ թիրախ չի մնացել, որ հարվածած չլինեն։ Եվ որոշ դեպքերում նաև ասում են, որ օդանավները հանգիստ Թեհրանի օդային տարածքով մանևրում են գալիս թիրախ գտնելու համար, կամ օդանավները, կամ անօդաչու թռչող սարքերը։ Այնպես որ եթե չուզեն եւ համաձայնության չգան Ամերիկան եւ Իսրայելը, որպեսզի ենթակառուցվածքները հարվածեն, ասենք նավթահորերը, նավթի վերամշակման գործարանները, հոսանքի արտադրման գործարանները, եթե չուզենան հարվածեն, կարելի է ասել, որ ուրիշ հարվածելու կետ չի մնացել։ Ընդհանրապես, պարոն Մինասյան, ստեղծված իրավիճակում ձեր գնահատմամբ ներքաղաքական այն նոր հոգևոր առաջնորդի նաև նշանակումը ինչ է ցույց տալիս Իրանում, որքանով է այսպես կուռ ներքաղաքական համակարգը եւ ըստ էության այն հաշվարկները, որ ճեղք կտա, ճաքեր կտա եւ իշխանափոխություն պիտի լինի, փաստացի ձախողվում է։ Համենայն դեպս հենց այն իրողությունը, որ հոգևոր առաջնորդի ընտրությունը մի քիչ կարելի ասել երկար տևեց, եթե պատերազմական իրավիճակի նկատի ունենանք, կարելի ասել երկար տևեց եւ այն խոսակցությունները, որ կամ այն հայտարարությունները, որ անում էին օրինակի համար Փեզեշկյանի արած հայտարարությունը նախքան հոգևոր առաջնորդի նշանակումը եւ հետո Փեզեշկյանին պատասխանած պաշտոնյաների արձագանքները եւ այլն, կարելի է նկատել, որ այնքան էլ կուռ չի վերնախավի դիրքորոշումը, նույնիսկ հոգևոր առաջնորդի նշանակման մեջ շատ խնդիրներ կան, որոնք օրենքով օրինական չեն, այսինքն օրինակի համար հենց օրենքը հստակ գրում է, որ հոգևոր առաջնորդ նշանակվի այնպիսի անձ, որը ղեկավարման լավ փորձ ունի, մինչդեռ նոր նշանակված հոգևոր առաջնորդին բոլորը միայն անունով գիտեն եւ չգիտեն ընդհանրապես ինչ է ղեկավարել կամ չի ղեկավարել եւ նման բազմաթիվ հարցեր, որոնք թույլ են տալիս ենթադրելու, որ վերնախավում խնդիրներ կան, թե այդ խնդիրները ինչքան լուրջ են, դա դժվար կարելի է ասել մինչև իր առաջի ելույթը։ Հետաքրքրական է, որ իրանական կողմը դիմել է արհեստական բանականության նկարներ գեներացնելով, որովհետև նույնիսկ մի 2-3 նկարից ավել Մուջթաբայից համացանցում համենայն դեպս չկա, բայց հիմա արդեն փորձում են արհեստական բանականության միջոցով նկարներ գեներացնել եւ ցուցադրել հասարակությանը։ Սա ցույց է տալիս, որ համենայն դեպս իրավիճակը եւ վերնախավում եւ ընդհանրապես հասարակության մեջ
պատերազմական է, պարզ է, բայց այդքան էլ լավ իրավիճակում չեն։ Դուք նշեցիք մինչև նրա ելույթ ունենալը, այ ելույթ ունենալուց հետո իրավիճակը հնարավոր է փոխվի, որովհետև պարոն Մինասյան նաև մամուլը գրում էր, որ նա իր դեմքով հանդես չի գալիս, ելույթներ չի ունենում, սա նաև խոսակցություններ կան, լուրեր են շրջանառվում, որ նա վիրավոր է ընդཐུպ, մինչև ինչ է ձեզ հայտնի այս առումով։ Ավելի շատ բան մեզ հայտնի չէ, ինչ որ ձեզ հայտնի է, բայց նախքան իր ընտրությունը նաև Իրանում իր մասին շատ բաներ էին ասում, նաև կար այսպիսի մի տեսակետ, որ ինքը ավելի առաջադեմ մտքերի տեր է իր հոր հետ համեմատած, հիմա էլ նաև կան այսպիսի մի կարելի ասել շատ թույլ հույս, որ հնարավոր է, որ ինքը ավելի խելամիտ գտնվի և գնա դեպի արևմուտք բանակցությունների և այն դիրքը, որ իր հայրն էր դրել և շատ կարծր և շատ կարմիր գծեր էր նշանակել, որ մենք արևմուտքի հետ ընդհանրապես չենք բանակցում կամ ուղիղ չենք բանակցում և այլն, հույսեր կան, որ քանի որ ոչ մի ճանաչություն, ոչ ոք չի ճանաչում իրեն և իր ոչ մի տեսակետին հասարակությունը ծանոթ չի, ուղղակի հույսեր են, որ կրկին պետք է սպասենք իր ելույթից, տեսնել, որ ելույթ ընդհանրապես կունենա, թե չի ունենա, կամ դա էլ արհեստական բանականությամբ կլինի, թե չի լինի, կամ որտեղ կլինի, արդյոք հասարակության հետ կլինի, թե միայնակ կլինի, դրանք բոլորը հարցեր են, որ իրավիճակի փոփոխման մեջ դերակատար կլինեն։ Ես կարծում եմ, որ համենայն դեպս նաև պետք է նկատի ունենանք, որ դեռ նախկին առաջնորդը հողին հանձնված չի և այդ արարողությունն էլ է ձգձգվում։ Կարծում եմ, որ գալիք օրերին իր ելույթը համենայն դեպս պետք է լսելի լինի և արդեն կկարողանանք հասկանալ, թե ինչպիսի տեսակետներ ունի ընդհանրապես պատերազմի և արևմուտքի հետ կապված։ Պարոն Մինասյան, փաստորեն մեծ հաշվով այս հոգևոր առաջնորդը հասարակության մոտ մեծ վստահություն չունի, սա կարող է խարխլել այդ դիրքերը իշխանության ներսում, իրավիճակ փոխել։ Դե ես կարծում եմ, եթե իշխանությունը կամ Իրանի Իսլամական Հանրապետության վերնախավը, եթե որոշում կայացրած լիներ, որ իրավիճակ փոխի, տարբեր թեկնածուներ կային, որոնց կարելի էր նշանակել հոգևոր առաջնորդ և կարելի էր բեկում մտցնել իրավիճակում, բայց այդ քայլին չգնացին։ Դրանցից մեկին օրինակի համար ասում էին, որ նախկին նախագահ Ռոհանին կարող է նշանակվել որպես հոգևոր առաջնորդ, ինքն էլ ցանկություններ ունեցել է նախապես, կարելի է նշանակել հոգևոր առաջնորդ և քանի որ ինքը ավելի բարեփոխական հայացքների տեր անձնավորություն է, կարելի էր այդպիսի բեկում մտցնել իրավիճակում, բայց դա չեղավ և սա ցույց է տալիս, որ վերնախավը համենայն դեպս որոշել է գնալ մինչև վերջ։ Պարոն Մինասյան, եթե Իրանը խաթարի նավթի հոսքը Հորմուզի նեղուցով, ԱՄՆ-ն կհարվածի 20 անգամ ավելի ուժեղ, հայտարարել է Թրամփը, ձեր գնահատմամբ, իսկ գիտենք նաև այս առումով ինչպիսի դիրքորոշում է որդեգրել Իրանի Իսլամական Հանրապետությունը, 20 անգամ ավելի ուժեղ հարվածելու այս հայտարարությունը որքանով է իրատեսական և այդ առումով որքանով այս հայտարարությունը կլինի որոշակի սպաշապիկ Իրանի Իսլամական Հանրապետությանը։ Դե հիմա ես չգիտեմ Տրամփը անգամները ինչպես է հաշվարկում, բայց համենայն դեպս ուժերի հավասարակշռությունը նաև ցույց է տալիս, որ անգամներով ավելի մեծ հարված է ստանում Իրանը նրա համեմատ ինչ որ ինքը կարողանում է հարվածել ամերիկյան բազաներին կամ Իսրայելին։ Տեսեք, Իրանի ծովային ուժերը արդեն օրեր է, այսինքն երևի
պատերազմի 3-րդ կամ 4-րդ օրն էր, որ Տրամպը հայտարարեց, որ Իրանը այլևս ծովային ուժեր չունի, օդային, այսինքն հակաօդային ուժեր չունի, ինչով են ուզում, ինչ ձևով են ուզում ժամանակին, ես հիշում եմ, որ Իրան-Իրաքյան պատերազմի ժամանակ իրենք բերել էին այդ Հորմուզի նեղուցում նավ էին խորտակել, որպեսզի ֆիզիկական արգելք ստեղծեն եւ նավերը չկարողանան անցնել։ Ես չգիտեմ հիմա իրենք ինչ հնարավորություններ ունեն փակելու Հորմուզի նեղուցը, բայց ես չեմ կարծում, որ դա երկար կտևի։ Նաեւ պետք է նկատի ունենանք, որ այդ նեղուցը փակելը ինքնասպանության նման է, որովհետեւ Իրանն էլ է օգտվում այդ նեղուցից, այնպես չէ, որ այդ նեղուցից միայն օգտվում են արաբական երկրները եւ եվրոպական երկրները եւ նավթ արտադրողներն եւ նավթ գնողները։ Իրանն էլ այդտեղից օգտվում է եւ Իրանն էլ այդ ճանապարհով իր ճանապարհն է դեպի Բանդարաբաս, այսինքն եթե այդ նեղուցը փակում է, կարելի ասել, որ փակում է Բանդարաբասը, չեմ պատկերացնում, որ ինչքան ժամանակով կարողանան փակեն, համենայն դեպս երկար դա չի տևի եւ հաստատ ամերիկյան ուժերը կապահովեն անցումը այդ նեղուցով։ Իրան-Թուրքիա հարաբերություններում է լարվածություն, մի քանի օր առաջ Իրան-Ադրբեջան հարաբերություններում էր, գիտեք, Նախիջևանի օդանավակայանի վրա հարձակումից հետո հիմա արդեն Թուրքիան է բավականին կոշտ արձագանքում, պարոն Մինասյան, ինչ կլինի, որքան էլ իրանական կողմը փորձում է պարզաբանումներ մտցնել ստեղծված իրավիճակում, այնուամենայնիվ այս լարվածությունը Իրան-Ադրբեջան, Իրան-Թուրքիա ինչի կհանգեցնի, ինչ վտանգներ եք տեսնում այստեղ։ Ես կարծում եմ, որ շատ սրանից ավել չի գնա, այսինքն դեռ իհարկե Իրանը ընդհանրապես չի հանձն առնում, որ այդ հարձակումները Ադրբեջանի եւ Թուրքիայի ուղղությամբ իր մոտից է եղել։ Ես կարծում եմ, որ սրանից ավել չի գնա եւ համենայն դեպս փորձը թուրքական պետություններին ներքաշելու պատերազմի մեջ եւ ձեռնտու էր Իրանին եւ ձեռնտու էր Իսրայելին, այսինքն երկուսն էլ կարող են նման փորձ անել, որպեսզի նրանց ներքաշեն պատերազմի մեջ, ինչպես տեսնում եք Իրանը ամենօրյա ռեժիմով փորձում է արաբական երկրներին նաեւ ներքաշել պատերազմի մեջ, բայց չի ստացվում։ Ես կարծում եմ, որ սա այս դեպքն էլ համենայն դեպս ավելի երկար չի ձգվի եւ արդեն այսօր նախագահների մակարդակով խոսակցությունները, հեռախոսազրույցները տեղի ունեցել եւ ես կարծում եմ, որ հենց այսքանով կբավարարվեն եւ ավելին չի ընդարձակվի։ Պարոն Մինասյան, եւ հոգեվոր առաջնորդի ընտրությունից հետո, Ռուսաստանից հետո Հայաստանն էր կարծեմ, որ շտապեց շնորհավորել, սա ինչպես է գնահատում, տեսակետ կար, որ մի փոքր պետք էր ժամանակ շահել, նոր շնորհավորել, ինչպես օրինակ առաջին օրերին Հայաստանը շտապեց այսպես ցավակցական հեռագրեր ուղարկել, ինչպես է գնահատում։ Չէ, դրանք տարբեր են, ցավակցությունը քանի որ նաև Իրանի կողմից, այսինքն շատ ուշացած հայտարարվեց լուրը, մենք արդեն Իսրայելից եւ Ամերիկայից լուրը կար, որ ոչնչացվել է հոգեոր առաջնորդը, բայց իրանական պաշտոնական տեղեկությունը բացակայում էր։ Այդ առումով երկու առումով էլ ես կարծում եմ, որ Հայաստանի դիրքորոշումը ճիշտ է, շնորհավորելու դեպքում էլ ուշ թե շուտ պետք է շնորհավորեինք եւ որպես հարևան երկիր ինչքան շուտ շնորհավորելը, ես կարծում եմ, որ նորմալ է Ռուսաստանից հետո շնորհավորել, դա ոչ մի բանի չի խանգարում, ուշ թե շուտը այդքան կարծում եմ, որ նշանակություն չէր ունենա, բայց շուտը երևի թե ավելի ճիշտ քայլ էր։ Ըստ էության դուք ուրեմն ճիշտ եք գնահատում Հայաստանի որդեգրած դիրքորոշումը, քայլերը այս մերձավոր արևելքում ստեղծված իրավիճակի հետ կապված գնահատականները նաև։ Այո, որովհետև համենայն դեպս մենք որևէ լծակ չունենք որևէ կողմի վրա ազդելու եւ ուղղակի դիտորդ ենք, պետք է մեր շահերը միանշանակ ունենք, պետք է ուշադիր լինենք, որ հանկարծ մեր շահերը չխաղարկվեն այս ընթացքում
Եվ դիտորդի կարգավիճակով պետք է սպասենք տեսնենք, որ ինչ ուղղությամբ են զարգանում իրավիճակները։ Շնորհակալ եմ։ Խնդրեմ։ Զրուցում է Իրանի հարցերով զբաղվող լրագրող Ռուբիկ Մինասյանի հետ։ Այս ժամի համար այսքանն էինք նախատեսել։ Հետևեք մեր թողարկումներին, կհանդիպենք։